Ապրիլի 8-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաների վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականներին։ Հանդիպումն սկսվեց համատեղ աղոթքով, ապա վեհափառ հայրապետն իր օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին, բարձր գնահատեց եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում։ Նորին սրբությունն ընդգծեց, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացնելու համար կարևոր է շարունակական կրթությունը։ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց դասընթացի մասնակից քահանաներին, որոնք դասընթացներից բացի պատարագների, ժամերգությունների են մասնակցում, վանքում ապրում են միաբանական կյանքով։ Խորի շնորհակալություն գայտնի վեհապար Տիրոջ այս գազագերբության համար, որ մենք կարողացանք միանալ ուրիշ թեմերու, Հայաստանի ուրիշ թեմերու, արտասահմանյան թեմերու հոգևորականներու հետ փոխարինել եւ փոխարակել գաղափարներ, որովհետեւ կային տեղեր, որ շատ կնմանի մեկը մյուսից, տեղեր կա, որ բոլորովին տարբեր սիստեմներու մեջ է։ Էջմիածնի գաբարներուն տակ մեր աղոթքերիկ վերանորոգվեցանք եւ այդ ուրախությունը ունի այսօր, որ մեր վեհապար հայրապետը մեզ ընդունեց, իր հորդորները տվավ եւ մեզի տվավ բարդակարություններ, որոնք պետք է կատարենք առաջիկային։ Նորոգվում ենք, նոր ուժ ենք ստանում եւ մեր գլխավոր սրբությանը մայր աթոռին առնչվելով մենք էլ որոշակի շնորհ ենք ստանում։ Սուրբ Հոգու շնորհներով նորոգված սա հոգևոր եւ այսպես ասեմ հոգևոր զգացողությունների տեսանկյունից ասացի, բայց կա նաև գործնական կողմը, այսինքն այստեղ գալով մի քիչ մեր առօրյայից կտրվելով փորձի փոխանակում ենք ունենում եւ եւս մեկ անգամ զգում ենք մեզ ուսանողական նստարանին, ուսանողական սեղանի առաջ, դասախոսի առաջ եւ եւս մեկ առիթ ենք ունենում սովորելու։ Շատ կուզեի եւս մեկ անգամ այս տեսակ դասընթացի մասնակից լինել ու նաև իհարկե հոգևորականներս իրար հետ մտերմիկ շփում ունենալով այս դասընթացի շրջանակներում ավելի ենք կապվում իրար, ավելի ենք կապվում Մայր աթոռին, ավելի սկսում ենք գնահատել մեր ծառայությունը։ Հայոց հայրապետը աշխարհասփյուռ թեմերից հոգևորականների մեկտեղումը պատեհ առիթ նկատեց նաև հոգով զորանալու Մայրաթոռի աղոթական մթնոլորտում, ինչպես եւ արծարծելու հովվական ծառայությանն առնչվող տարբեր խնդիրներ ու մարտահրավերներ։ Վերջում նորին սրբությունը հորդորեց քահանա հայրերին իրենց կարողություններն ու գիտելիքն իսպաս դնել եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության եւ հայրենիքի շենացման համար։ Էրմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Վերսկսվել են Դիլիջան քաղաքի նոր եկեղեցու կառուցման աշխատանքները։ Քաղաքը միջազգային դպրոցին կապող ճանապարհի միջնամասում Աղստև գետի աջ ափին կառուցվող եկեղեցու շինարարությունը մեկնարկել է ամենայն հայոց հայրապետ Գարեգին II-ի օրհնությամբ 2016 թվականին։ Ճարտարապետն է Սանկտ Պետերբուրգապնակ Մաքսիմ Աթայանցը, որն իր ճարտարապետական նախագիծը սիրով նվիրաբերել է քաղաքին։ Նախագծային գաղափարը Մաքսիմ Աթայանցինն է, ինքը նախագծի գլխավոր ճարտարապետն է, մենք կատարել ենք աշխատանքային գծագրերը։ Խնդիր էր դրել կառուցել մեր միջնադարյան ճարտարապետությունը հոգեհարազատ տիպերից մեկը։ Եվ ինքը ընտրել էր ուրեմն 7-րդ դարի բազիլիկ գմբեթավոր բազիլիկ տիպը, հանձինես Արուճի եւ Թալինի մեծ եկեղեցու։ Եվ որ հիմա նայենք ընդհանուր ծավալային լուծումները, դեկորատիվ ուրեմն հարդարանքը, հիմնական այդ շեշտադրումը զգացվում է։ Կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվում է տեղական տրավերտինով, ունենալու է 37 մետր բարձրություն եւ զբաղեցնելու է 375 քառակուսի մետր տարածք։ Երկու զանգակատները տեղակայվելու են գմբեթի երկու կողմերում երկթեք տանիքի վրա։ Եկեղեցու ճակատը ողջ պարագծով զարդարված է լինելու հայոց այբուբենի տառերով ու աստվածաշնչյան տեքստերով։ Նորակառույց եկեղեցու ընդարձակ սրահում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել։ Այն նախագծելիս հաշվի է առնվել տարածքի մյուս կառույցների հետ ներդաշնակությունը։
որպես բնակավարին, որպես եկեղեցաշինությանը մոտ կանգնած ճարտարապետ, դա կարող եմ բարձրաձայնեմ, որ շատ բարձր որակով աշխատանք է կատարվում։ Նախագծային փուլում մեզ խնդիր էր դրված նախագիծը իրականացնել հնարավորինս մաքսիմալ արտահայտչականությամբ։ Եվ մենք էլ այդ խնդիրը ըստ իս կատարել ենք նման ձևով։ Հիմա ես ցեզ օրինակ բերեմ, որ ալբոմը տեսնում եք սեղանին դրված, բավականին ծավալուն ալբոմ է ստացվել նախագծի միայն ճարտարապետական մասն է սա։ Սրան գումարած մենք ահռելի մի ֆոնդ ենք ստեղծել, յուրաքանչյուր քարը իր ձևով, իր չափերով, ուրեմն կառուցվել է 3D մոդելներ, որը տեղափոխվում է դեպի քարամշակման գործարան։ Եկեղեցու հիմնադիր բարերար Ռուբեն Վարդանյանը Դիլիջան քաղաքի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը եւ այն համարել քաղաքի հոգեվոր մշակութային վերածննդի խորհրդանիշ։ Հենց նախաձեռնության սկզբից ասեց, ես չեմ կառուցելու, այս ոնց որ ժողովրդով բոլորով պետքա կառուցենք, դրա համար տենց հարտակ արեցինք բոլորով կետայեմ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից ոնց որ գումար են դնում, իրանց քարն են ունենում, այստեղ հետո մեծ ցուցակ կլինի բոլոր նվիրատուների անուններով։ Շինարարությունը նաև ասում է նրա մասին, որ հայերը չեն հանձնվում։ Ամենադժվար, ամենավատ պահին էլ միևնույնն է, միասին բոլորով պետքա կառուցենք, ավարտենք։ Ռուբեն Վարդանյանն ի սկզբանե որոշել է եկեղեցին կառուցել անհատ նվիրատուների եւ կազմակերպությունների միջոցներով, որպեսզի քաղաքի այսքան սպասված աղոթատունը չկապվի որևէ անհատի կամ նրա ընտանիքի անվան հետ։ Եկեղեցու համահիմնադիր բարերարներն են Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնավենդը, Նուբար եւ Աննա Աֆեյանները։ Ծրագրին հավատում եւ մեծապես աջակցում են Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, Դիլիջանի համայնքապետարանը, Այդիա հիմնադրամը, զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը, աջակցության քար եւ եկեղեցին մենք ենք նախաձեռնության անդամները, անհատ բարերարներ, կազմակերպություններ, քաղաքի բնակիչներ։ Ցավոք սրտի այսօր Ռուբենը մեզ հետ չի, գտնվում է Բաքվում, պատանդ, բայց պետք է շնորհակալություն նախև առաջ հայտնեմ Վերոնիկա Զոնավենդին, իր կնոջը, որ այդ շոկային պահին, որ ձերբակալությունը ադրբեջանցիքի կողմից եղավ, ու բոլորս տենց մտածում էինք, որ կկանգնի ամեն ինչ եւ այլ, Վերոնիկան, ինչպես նաեւ ընտանիքի երեխաները ասեցին, որ ոչ, պետք է շարունակենք, ու այս ոնց էր այս տաճարի շինարարությունը մի ձև աղոթք դարձավ այդ Ռուբենի ու մնացած պատանդների, ոնց ասեմ, վերադարձին։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Վերոնիկա Զոնավենդի գլխավորությամբ դժվարին այս օրերին բարեգործական մեծ հանգանակություն էր կազմակերպել։ Միացել էին աշխարհի տարբեր ծայրերից։ Հանգանակված ողջ գումարը ընտանիքը հույսով ու աղոթքով նվիրաբերել է անցյալ ապագային կամրջող այս մեծ ձեռնարկի իրագործմանը։ Մարդ ամեն բան այլով, որ այս քաղաքը կարողանա ապրել ու կենսագործել։ Ներդրումը շատ մեծ է Ռուբեն Վարդանյանի այս քաղաքի մեջ։ Եկեղեցին իր նպատակակետի գագաթն է ամեն ինչ շուրջ, որովհետև ես անձամբ տեսել ենք, խոսել ենք, ինքը ոնց ապրում այդ եկեղեցու կառուցումով եւ ինչքան կարեւոր որ այդ կիսակառույցի մեջ առաջին անգամ պատարակ մատուցեցինք, այդ իր ոգեվոր դեռ եկեղեցին կառուցված չէ, բայց Աստվածամոր ծննդյան օրը այնտեղ պատարակ ենք մատուցել, այդ ոգեվորությունը, որ աղոթքով կառուցվելու է այս տաճարը։ Դիլիջան քաղաքում գործող վերջին եկեղեցին Սուրբ Աստվածածինը քանդվել է 1936 թվականին խորհրդային բռնապետության տարիներին։ 2010 թվականի սեպտեմբերից Թուֆենկյան համալիրի մասնաշենքերից մեկում ժամանակավոր գործող Սուրբ Խաչ եկեղեցու եւ Դիլիջան քաղաքի հոգեվոր հովիվ Տեր Շավարժ քահանա Կարապետյանը սրտի թրթիռով հետևում է նվիրական աղոթատան շինարարությանը։ Նա Ռուբեն Վարդանյանի ազատությունն էլ տեսնում է նոր եկեղեցու կառուցման մեջ։ Դիլիջանի եկեղեցու կառուցման դրամահավաքի առիթով իր ուղերձում ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել բարերարներին եւ այս սրբազան գործին իրենց նվիրումը բերած բոլոր հավատավոր անձանց։ Հայցում ենք առ ամենակալն Աստված, որ խաղաղության եւ ապահովության մեջ պահի մեր հայրենի երկիրը, շուտապույտ ազատություն եւ վերադարձ պարգևի գերիալ հայրենիներին, միավորվելու իրենց ընտանիքների հետ։
եւ նորոգ ձեռքբերումներով շարունակելու իրենց կյանքն ու գործունեությունն ի սեր ազգի եւ հայրենյաց։ Թող Տիրոջ ողորմությամբ Դիլիջանի նորակառույց տաճարը շուտով իր դռները բացի եւ օրհնություն ու երկնառակ շնորհներ բաշխի մեր հավատացելոց եւ հանուր հայոց կյանքին, ասվում է Նորին Սրբության ուղերձում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի Պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության եւ ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Քրիստոնեությունը Ադրբեջանում պատմություն եւ արդի ժամանակներ վերտառությամբ միջոցառում տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելիությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության յուրացման եւ հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։ Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։ Այս առնչությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր, ասված է հայտարարության մեջ։ Ընծա սոցիալ-հոգևոր հոգեբանական կենտրոնում մեկնարկել են Աստվածաշնչի սերտողության դասեր։ Հանդիպումները նախաձեռնել են Արցախի թեմի երիտասարդաց միության անդամները։ Ապրիլի 7-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Բանախոսը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդի օգնական Հովհաննես Սարգսակ Ավետիսյանն էր։ Մեզ համար առաջնային է բնականաբար արցախցիների հոգևոր կարիքները բավարարելը եւ այս իմաստով էր, այստեղից էր որ միտք հղացանք Սուրբ գրքի սերտողություն կազմակերպելու հենց առաջնահերթ արցախցիների համար, բայց հետո նաև տեսնելով, որ շատ ավելի մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են Սուրբ գրքով, ավելի լայն շրջանակներ ընդգրկեցինք մեր դասընթացներին։ Դասերն անցկացվում են հարց ու պատասխան ձևաչափով։ Հովհաննես Սարգսակի հետ բանախոսում էր նաև Ընծա կենտրոնի պատասխանատու Դավիթ Ուրարակիր Փաշայանը։ Հովհաննես Սարգսակն ուրույն ձևով է մեկնում Սուրբ Գիրքը Սուրբ գրային ընթերցումներին մատչելի բացատրություններ տալով։ Մեզ համար առաջնային այն է, որ կա առհասարակ կարծրատիպային վերաբերմունք Սուրբ գրքի հանդեպ, ոմանք կարծում են, որ դա շատ բարդ է եւ իրենց խելքի բանը չէ, ոմանք էլ բավարարվում են միայն մեկանգամյա ընթերցանությամբ կամ դրան վերաբերվում են որպես հեքիաթի կամ պատումի։ Մեզ համար էական է, որ երիտասարդությանը հատկապես կանչենք այստեղ ասելու, որ ձեր բոլոր հարցերի պատասխանները, որոնք որոնում եք, կան արդեն Սուրբ գրքում եւ կարող եք այդտեղ գտնել, եւ որ ավելի կարեւոր է Սուրբ Գիրքը տալիս է բանալիներ, որոնք բացում են մարդու անձնային, հոգեվոր, մտավոր աճի դռները։ Լուսինե Համբարսումյանը Ստեփանակերտից է, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ակտիվ անդամներից էր։ Երևանում հաստատվելուց կարճ ժամանակ անց անդամագրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միությանը։ Աստվածաշունչ միշտ է ընթերցել, ասում է Սուրբ Գիրքն օգնել է իրեն շատ բաների այլ հայացքով նայել։ Քննարկումները Աստվածաշնչի շատ մեծ մոտիվացիա է, որ դու ու շատ մեծ հուշում, որ դու ամեն օր կարդաս Աստվածաշունչը կամ շաբաթական մի քանի անգամ բացես ու կարդաս։ Կարդալը պարտադիր պետք է դարձնենք մեզ համար։ Ու այստեղ որ միասին խմբով սկսենք, շարունակենք միմյանց օժանդակելով, մոտիվացնելով, այդ շատ պետք է այսօրվա երիտասարդին ու ոչ միայն բոլորին։ Մենք ամեն ժամ, ամեն րոպե սայթաքում ենք եւ մեղքից հեռու մնալու համար պիտի փորձենք ավելի շատ մոտենալ Սուրբ գրքին, կարողանանք ոչ միայն մենք ընկալել, այլ նաեւ մեր շրջապատի մարդկանց, մեր ընտանիքներում, մեր աշխատավայրերում քարոզել Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը, իսկ քարոզելու համար նախ եւ առաջ դու պիտի կարողանաս ընկալել
Կենտրոնը տևական ժամանակ Աստվածաշնչի սերտողության դասեր է անցկացնում նաև արցախցի երեխաների համար։ Ծրագիրը կոչվում է «Լույս Արցախի մանուկներին»։ Նաև տարբեր հասարակական, սոցիալական կառույցների հետ համատեղ հոգեբանական, սոցիալական, հոգևոր, մշակութային ու կրթական ծրագրեր է իրականացնում, ուղղված խոցելի խմբերի առաջնային կարիքների բավարարմանը։ Իրականացնում ենք նաև խմբային ծրագրեր։ Օրինակի համար Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համագործակցությամբ արցախցիների համար իրականացրել ենք հոգետրավմայի ամոքման ծրագիրը, որը նպատակ ունի թեթևացնելու կորստի ցավը։ Աստվածաշնչի սերտողության դասերի մասնակիցները նախապես լրացնում են թերթիկներ աստվածաշնչյան գիտելիքների մակարդակը ստուգելու համար։ Ըստ այդմ բանախոսներն ընտրում են թեմաները։ Ընծա սոցիալ-հոգևոր հոգեբանական կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու Աստվածաշնչի սերտողության դասերին։ Դիմել կարելի է լրացնելով Արցախի թեմի Facebook-յան էջի համապատասխան ձևաթերթը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Միջնադարագիտական քննարկումներ սեմինարների շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ Տաթևի վանքը Սուրբ Եվստաթիոս Առաքյալի ուխտ խորագրով բանախոսությունը։ Վիմագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը Տաթևի վանքն ուսումնասիրելիս նկատել է եկեղեցական պատմագիրների աշխատություններում մատենագրական ու շրջանի վավերագրերում ժողովրդական ավանդության մեջ նշվում է, որ Տաթևի վանքը կոչվում է նաև Սուրբ Եվստաթիոս Առաքյալի վանք, ուխտ և միաբանություն։ Ըստ ավանդության, անընդհատ շեշտվում է այդ ըստ ավանդության դրվագը, քարոզել է, քրիստոնեություն է քարոզել մեր թվարկության առաջին դարում Թադեոս Առաքյալի աշակերտ Եվստաթիոսը, որ նույն Ստաթեն է կամ Ստաթե Առաքյալը, եւ նահատակվել է հենց այդ Սյունյաց աշխարհում Տաթևի վանքի մոտ, որտեղ հետագայում վանք է հիմնադրվել, այսինքն նրա նշխարների վրա ձևավորվել է Տաթևի վանքը, նշանավորվել որպես Տաթևի վանական համալիր։ Հետազոտողն ուսումնասիրելով ավանդության ակունքները նկատում է, որ Սյունյաց պատմագիրը Ստեփանոս Օրբելյանը ոչ մի տեղ եւ ոչինչ չի հիշատակում Եվստաթիոս Առաքյալի մասին։ Մինչդեռ փոխարենը ամենայն մանրամասնությամբ նկարագրում եւ շարադրում է Տաթևի վանքի պատմությունը, սրբոց մասունքների ամփոփումը վանքում, որ բերում են Սյունյաց եպիսկոպոսները Կեսարիայից եւ Հռոմից, նաեւ այն, որ Հռոմից բերվում եւ գլխավոր տաճարի հիմքերի տակ ամփոփվում են Պողոս եւ Պետրոս Առաքյալների մասունքները, իսկ գլխավոր եկեղեցին նշանավորվում է որպես Սուրբ Պողոս Պետրոս Առաքյալների տաճար։ Այստեղից պատմական եւ վիմագրական հետազոտությունն ու գիտական փնտրտուքը վերածվում են հետաքննության պարզելու, թե ով է Եվստաթիոսը, ինչպես է հայտնվել հայկական հիշատակարաններում եւ Տաթևի վանքի ստեղծման ավանդության մեջ։ Ուսումնասիրությունը պարզում է, որ Եվստաթիոս Առաքյալը չի հիշատակվում նաև հայցմավուրքներում, այսինքն վարքագրական աղբյուրներում եւս նրա մասին որևէ հիշատակություն չկա, միայն վկայված է ուշ շրջանի խմբագրություններում նույն հայցմավուրքների, մասնավորապես Գրիգոր Տաթևացու վարքում, երբ Գրիգոր Տաթևացին ուսուցչություն արեց, ռաբունապետություն հաստատեց նաև Տաթևի վանքում, որը հռչակված էր նաև Սուրբ Եվստաթիոս կամ Ստաթե Առաքյալի ուխտ անունով։ Բանախոսության ընթացքում Արսեն Հարությունյանը ներկայացրեց իր վարկածի հիմքերը, ըստ գիտնականի մինչև 15-րդ դարի պատմական աղբյուրները լռում են Եվստաթիոսի եւ Տաթևի վանքի այս ավանդության մասին։ Տաթևի վանքի եւ Սյունյաց մյուս համալիրների քարե արձանագրություններում եւս Եվստաթիոս Առաքյալի անունը վկայված չէ։ Միայն 15-րդ դարից սկսած Տաթևացու ռաբունապետության շրջանից է շրջանառվում նրա հետ կապված ավանդությունը։ Մենք հստակ տեսնում ենք գլխավոր մի սուրբ, որը կրում է Սուրբ Եվստաթիոս անունը։ Այսինքն դառնում է Տաթևի գլխավոր սուրբը, որի անունով է հռչակվում վանական համալիրը, ոչ միայն գլխավոր եկեղեցին, քանի որ գլխավոր եկեղեցին հանկարծ սկսում է կոչվել միայն Առաքելոց, բացարձակապես մենք որևէ աղբյուրում չենք կարող գտնել Պողոսի եւ Պետրոսի անունները, այսինքն սկսում է կորել, ասպարեզից դուրս մղվել Պողոս Պետրոս Առաքյալների անունները եւ ասպարեզ է գալիս 15 եւ հետագա դարերում Ստաթեն կամ նույն Եվստաթիոսը։ Արսեն Հարությունյանը դավանաբանական մի հետաքրքիր խնդրով է բացատրում Եվստաթիոս Առաքյալի ավանդության ձևավորումը։ Նրա կարծիքով պատմիչները զգուշացել են ունիտորական ահագնացող շարժումից, դրա մեջ մեր եկեղեցու համար վտանգ տեսնելով։ Կիլիկիայում կաթոլիկները հաջողությունների էին հասել, Նախիջևանում հիմնվել էր Քրնայի կաթոլիկ աթոռը, որը իր միաբանների ու միսիոներների միջոցով փորձում էր կաթոլիկություն տարածել հայերի մեջ։ Սա պիտի պայմանավորել կաթոլիկ
այդ շարժման ունիտորական կամ միարարական շարժման ի հայտ գալով, որը լայն ծավալների հասավ 13, 14, 15-րդ դարերում եւ թերևս պիտի վստահաբար սխալված չլինեմ, եթե արձանագրեմ, որ այստեղ մենք գործ ունենք ըստ ամենայնի մի հետաքրքիր երևույթի հետ, որ Պողոս Պետրոսին փոխարինելու եկավ Եվստաթիոսը միայն ու միայն ընդգծելու Տաթևի վանքի առաքելահեն լինելը ծագումով ստեյության Թադեոս առաքյալից, ոչ թե բնականաբար Պողոսը եւ Պետրոսը նույնպես առաքյալներ էին, բայց այստեղ պիտի հաշվի առնենք Պողոս Պետրոսի կաթոլիկ եկեղեցու առաջադեմ առաքյալներ լինելու հանգամանքը։ Ինչու՞ չէ նաեւ նրանց նշխարները հապշտակումից փրկելու մտածումն ունեին արևելյան վարդապետները, որ Տաթևի վանքը հանկարծ ու չհրճակվի կաթոլիկ եկեղեցու կամ ունիտորական կենտրոն, որտեղ վտանգի տակ պիտի լինեին նաեւ Պողոս Պետրոսի նշխարները, որ ըստ Ստեփանոս Օրբելյանի ամփոփվել էին մույթերի ներքո դեռևս 10-րդ դարասկզբին, երբ կառուցվեց փաստորեն գլխավոր տաճարը։ 15-րդ դարից հայտնված բազմաթիվ հիշատակումներն են հետագայում հայտնվում ավելի ուշ շրջանի ուսումնասիրություններում Եվստաթիոս առաքյալի եւ Տաթևի վանքի ավանդությանը, այնպես ինչպես 15-րդ դարում են վկայված, անդրադառնում են հեղինակավոր ուսումնասիրողներ։ Ժամանակի հեռավորության պատճառով թե այդ հետազոտողների, թե մեր ժամանակակիցների դրույթները վարկածներ են։ Բանախոսի առաջադրած վարկածով ավանդությունը կարելի է մեկնաբանել նաեւ այս կերպ։ Շատ հաճախ մենք խոսում ենք այս ավանդության մասին, բնավ հատուկ ուշադրություն չդարձնելով երևույթի խորքում ինչ կա թաքնված։ Փաստորեն այստեղ մենք գործ ունենք կրոնական, շատ լուրջ դիվանագիտական քայլի հետ, եւ թերևս հենց այդ դիվանագիտության շնորհիվ է, որ եւ Ստեփանոս Օրբելյանը եւ նրա շարունակողները, իդեմս Գրիգոր Տաթևացու, կարողացել են ուղղափառ պահել, ճշմարիտ պահել հայ առաքելական եկեղեցու դավանանքը, որպիսին եւ վկայված է Տաթևի վանքի Ստեփանոս Օրբելյանի անվանակիր զանգերից մեկին, որը ձոնված է Ստեփանոս Օրբելյանի հիշատակին եւ որտեղ Ստեփանոս Օրբելյանը հիշատակվում է իբրև հայ եկեղեցու դավանանքը ուղղափառ պահողներից մեկը։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ապրիլի 13-ին հայ առաքելական եկեղեցին կտոնախմբի Ծաղկազարդը Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու ավետարանական պատմության հիշատակությունը։ Այդ օրն առավոտյան բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի։ Հոգևորականները կօրհնեն աշխարհի 4 կողմերը, նաև ուռենու ճյուղերն ու ոստերը։ Խորանի վարակույրները կբացվեն եւ հաղորդություն կտրվի։ Հայրապետական տնօրինությամբ ձևավորված ավանդույթի համաձայն պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի։ Ծաղկազարդի կիրակիով կավարտվի 40-րդ պահքի շրջանը եւ կսկսվի ավագ շաբաթը, Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման եւ հրաշափառ հարության հիշատակությունը։ Ծաղկազարդին ապրիլի 13-ին առավոտյան ժամը 10-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կկատարվի անդաստան եւ ուռենու ոստերի օրհնության կարգ։ Ժամը 11-ին կմատուցվի պատարագ, իսկ պատարագի ավարտին կկատարվի մանուկների օրհնության կարգ։ Նույն օրը երեկոյան 17:30-ին հավատացյալները կարող են մասնակցել Տրմբացեքի արարողությանը։ Ապրիլի 4-ին լրացավ Մկրտիչ Ղրիմյան ամենայն հայոց հայրապետի 205-ամյակը ավանդաբար վասպուրական հայրենակցական հասարակական կազմակերպությունը նշում է այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածին մեծ հայի եւ Վանեցու շիրմին այցելությամբ։ Մայրտաճարի դիմաց Մկրտիչ առաջին հայրապետի գերեզմանի մոտ հոգեհանգստյան արարողություն կատարվեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի նախագահությամբ։ Աղոթքով եւ խնկարկումով Մայրաթորի միաբանները, վասպուրական կազմակերպության անդամները, Մայրաթորի այցելուները ոգեկոչեցին 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին մեծ ժողովրդականություն վայելող հայրապետի հիշատակը։ Մկրտիչ Ղրիմյանը հայոց նոր շրջանի պատմության ամենաազդեցիկ գործիչներից էր, որպես հոգևորական եռանդուն գործել է Օսմանյան կայսրությունում հայության խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, զբաղվել է քաղաքական ու կրթական խնդիրներով, հրապարակախոսությամբ։
Վանում Մկրտիչ Խրիմյանը հրատարակել է արծվի վասպուրական պարբերականը, որով կարողացել է տարածել իր գաղափարները։ Գրել է գրքեր ու հոդվածներ հայությանը հուզող թեմաներով։ Նրա խոսքը գնալով ավելի մեծ հնչեղություն է ստացել, իսկ ինքը Մկրտիչ Խրիմյանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ Ժողովրդի նկատմամբ հայրական ուշադրության եւ վերաբերմունքի համար նրան մեծարել են հայրիկ պատվանունով։ Որպես կաթողիկոս, ուստի նաև հայության առաջնորդ, նա իր գործունեությամբ նոր լիցք ու հնչեղություն է տվել հայության ազատ ապրելու գաղափարին։ Վասպուրական հայրենակցական հասարակական կազմակերպության անդամները արարողությունից հետո այցելեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ եւ Խրիմյան թանգարաններ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։